Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես առաջարկ ուժեղներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել նման վերտառությամբ։ Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոսել, մտի ուղիղ եթեր երկու բառ ասա ժողովրդին, կամ լավ ինքնուրույն չես կարա երկու բառ ասես, այն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա, եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 66 պատգամավոր դեմ 16, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը քվեարկությունից առաջ ընդմիջում է վերցրել։ Փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումներում չի կարող օգտագործվել անձնանուն կամ պաշտոնական մարմինների անուններ, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ։ Ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրություններով եւ նախքան ընտրությունները պետք է կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել։ Հանդիմությունը նախագիծը հակաիրավական է համարում, մեջբերում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, հայտարարում, որ ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնները փոխել չի կարելի, հնչել են սուր ելույթներ։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այստեղ չի կարող, թե լրջությունը ու դուք, պարոն Հակոբյան, այդքան էլ համեմատելի չեն, այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։ Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք թե չէ։ Հիմա այս հարցն է քննարկվում։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը եւ հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել։ Ժողովուրդ ջան, ես անկեղծորեն չեմ հասկանում։ Ձեր դարդը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացու։ Դուք ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Պարոն Մամիջանյանն եկել այստեղ Վենետիկի բանից է խոսում։ Պարոն Մամիջան, ձեր կուսակցությունից այն օրն է 50 քանի հոգի ձերբակալվել վաղար շաբաթի ընտրություններում, կներեք իրենց բարերով ասած 20 մանեթ բաժանելու համար, բայց վերջում էլ այդ կանայք, որոնք որ ձերբակալվել են ձեր կուսակցական կաշառք բաժանելու համար, շատ ճիշտ բան են ասել։ Ասում սրիկա են, իրանք փողը իրանց են պահում, մեզ ոչ մի կոպեկ չեն տալի, այ դրա համար էլ ընդդիմություն չունենք, մեր ընդդիմությունը կրվավ, ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովշիկները արդեն իսկ տվել են, հարգելի գործընկերներ, մի եկեք այստեղ Վենետիկ բան, տենց բարձրարժեք բաներ մի խոսացեք, հազար ներողություն, էլի, հազար ներողություն։ Իսկ ինչ վերաբերում է բուն օրենքի նախագծին, սիրելի գործընկերներ, նորից եմ կրկնում, ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Ուժեղ Քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասեմ, բայց Ձեթոտ Պերաշկի ավտոբուսում օրինակ շատ հավանական կարող է տենց մի բան լինի։ Հա մենք մեր դարդը չենք լացում, մենք ընտրությունների դարդն ենք ուզում հոգալ, որովհետև մեկ էլ հանկարծ պատահաբար որոշում կայացվեց։ Բայց խոսքը բովանդակության մասին, երևի կանդադառնամ մեր բովանդակային քննարկումը սկսի։ Մենք դեռ խոսում ենք հրատապության մասին։ Այսինքն եթե ուժեղ Քյաբաբ կամ Ձեթոտ Պերաշկի այդքան զազելի է հնչում, Ձեթոտ Պերաշկին, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ոչ թե նրանից հետո սկսեցին Ձեթոտ Պերաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։ Դա ակնհայտ է, չէ՞ որ հենց ինչ-որ մի բան առաջացավ, որոշեցիք փագե այդ տարբերակը։ Խոսքը դրան է վերաբերում, ոչ թե որովհետև մեկը Քյաբաբ չի ուտում, մյուսի համար էլ Ձեթոտ Պերաշկին է տաճ։
Բայց Տիկին Վարդանյան, այո, սա փնթի, խայտարակ, զզվելի աշխատավոճ է, ոչ պրոֆեսիոնալ կառավարության կողմից։ Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, կառավարությունը հարցման ձևով քվեարկության տարբերակ ունի։ Դե որ նախարարությունը հենց բանաձևը կառավարության որոշման նախագիծ ունի, թող դնի հարցման ձևով շրջանառի, դրական պատասխանը ստանա ազգային ժողովն է պերմանենտ կաշխատի։ Թող տես լինի, դուք դա եք առաջարկում։ Ակնհայտ է, որ պերաշկին այնուամենայնիվ ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան թե դուք։ Որովհետև վերջին շաբաթներին ակնհայտորեն դուք պտտվում եք պերաշկու շուրջ։ Պերաշկին դարձել է ձեր առանցքը։ Ոնց է երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջ, դուք, եթե մենք ձեր առանցքից հանենք պերաշկին, դուք կքանդվեք։ Միջև էտել նես չէր, որ միջև էտել նես չէր, որ տենց մի բան էիք։ Որովհետև ասում եմ, եթե տես լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական։ Օրինակ, չգիտեմ, ձեզանից որևէ մեկը, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է։ Հա օրինակ Արծվիկ Մինասյանը ինչ վատ կլիներ, որ լիներ դաշնակցության առաջնորդը։ Չէ, ես ամենայն հարգանքով եմ ասում, բայց ցավոք սրտի 135-ամյա դաշնակցությունը մարդ չի գտել, որ իրեն առաջնորդի դաշնակցականների մեջ, հա, բայց ինչի մասին է ուզում խոսալ, հարգելի գործընկերներ, այս դրույթը մեր օրենսդրության մաս է, թիմերում, կուսակցությունների մասին օրենքն է արգելում, անձնանուններ օգտագործել, այսինքն այն որ դուք ներկայացնում եք, որ կարծես սա օդից եկավ, ուրիշ մոլորակից եկավ, հայտնվեց այստեղ, այդպես չի։ Դուք շատ լավ հասկանում եք, որ սա մեր օրենսդրության մաս է, եւ հիմա մենք այդ օրենսդրությունը ամբողջական դարձնելու եւ Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ քաղաքական դարձնելու անձերից անդին քաղաքական ընտրություններ կազմակերպելու տեսանկյունից նաեւ անում ենք այս փոփոխությունը։ Իսկ եթե որևէ մեկը քաղաքական օրակարգ ունի, քաղաքական տեքստ ունի ասելու եւ ոչ թե ուղղակի հավելված է, ոնց որ Yandex-ի նավիգատորը ասենք։ Հատուկ անցանք 100% համամասնականի, որ անձերից ընտրությունները, որ անձերից դառնան կուսակցությունների շուրջ, դառնան քաղաքական գաղափարների շուրջ, ոչ թե անձերի շուրջ։ Հիմա ասում եք, չէ, ինչ եք անձերի անունը արգելում օգտագործել դաշինքի անվան մեջ։ Շատ լավ, հասկանալով թե դուք ինչ եք ակնարկում, էդ էլ ասեմ, անվան մեջ արգելվում է, բայց քվեաթերթիկի վրա չի արգելվում։ Ձեր քվեաթերթիկի վրա գրված է լինելու ձեր վարչապետի տեխնացուի անունը, մեր քվեաթերթիկի վրա գրված է լինելու վարչապետի մեր տեխնացուի անունը, Բարգավաճ Հայաստանը դեռ չի ասում, ով է իրանց տեխնացուն, այն մյուս ոնց է, ուժեղ Հայաստանին էլ թող գրի վարչապետի իր տեխնացուի անունը, Սամվել Կարապետյանն է, դա կտող կա, թող գրի ցուցակի առաջին համար Սամվել Կարապետյանը։ Չի կարող գրել, ուրեմն չի կարող դառնալ վարչապետ։ Եթե կարող է դառնալ վարչապետ, թող գրի անունը ցուցակի առաջին, երկրորդ, երրորդ որևէ համարում։ Իմ խորին համոզմամբ, իմ գնահատականներով, եթե մեր ձևով շարժումը հասնում է ֆինիշին, այսինքն հունիսի 7-ին մասնակցում է քվեարկություններին, ապա ընդդիմադիր ուժերը հավաքական իմաստով հաղթանակ են տոնում։ Բայց հետևաբար կա այնպիսի անհանգստություն, որ մեր ձևով շարժումը չի հասնելու ֆինիշին, այլ մայիսի կեսերին կամ վերջերին ինչ-ինչ հիմնավորումներով չերյալ կհամարվի իր գրանցումը։ Այս հանգամանքի դեմը առնելու համար հենց մեր ձևով շարժումը պետք է նախաձեռնի ընդդիմադիր ողջ բոլոր ուժերի, այսպես կոչված միասնական ներկայանալ ընտրություններին, ճակատի ֆորմատով, ինչը մենք առաջարկել ենք, ոչ թե միասնական ցուցակով, այլ ճակատի տարբերակով, եւ հետո արդեն մի 4 ամսով ձևավորի ժամանակավոր կառավարություն եւ դրանից հետո տեղի ունենան նոր ընտրություններ։ Սահմանադրությամբ այդ հնարավորությունը տրվում է։ Եթե մեր ձևով շարժումը չգնաց այս ճանապարհով, ապա լիքը հարցեր են առաջանալու։ Ընտրական օրենսգրքում այս կարգավորումը լավ է համարում Դանիել Յոհաննիսյանը։ Ժամկետները խնդրահարույց են, ոչ քննադատում են, ոչ էլ ողջունում։ Լրագրողների հետ զրույցում իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության նախագահը մանրամասներ է հայտնել։ Երկու փոփոխություն է քննարկվում, մեկը վերաբերվում է քվեաթերթիկների անվավերության հետ կապված հարցին, եւ դա մի հարց է, որը մենք քաղաքասարակության գործընկերներով ենք նախագծել եւ պահանջել, որ իշխանությունները ընդունեն, ինչեւ իշխանությունները ինչպես տեսնում եք անում են, ինչ վերաբերվում է դաշինքների անվանման մեջ
անձնանունների, տեղանունների եւ պետությունների անվանումների արգելքի կարգավորմանը, ապա այդ կարգավորումը կար մի քանի տարի առաջ 24 թվականի փոփոխություններով, ինչպես ասացի, այդ տեխնիկական վիպակի արդյունքում դուրս է եկել եւ հիմա հետ է բերվում։ Ես պետք է ասեմ, որ այստեղ մեր մոտեցումը հետեւյալն է, որ այդ կարգավորումը պետք է, այսինքն ինքնին այդ կարգավորումը եւ այդ արգելքը լավ արգելք է, մենք ինքներս ենք դա առաջ տարել տարիներ առաջ։ Բայց այդ արգելքը ընտրությունների բերան ընտրություններից 2 ամիս առաջ տանելը իհարկե խնդրահարույց է, այս առումով մեր մոտեցումը եւ ռեզոնանսները միջազգային ռեզոնանսները չգիտեմ, միջազգային ռեզոնանսները թող միջազգային դա ես չեմ կարծում, որ տեսեք ժամկետների առումով, այսինքն այս փոփոխությունը եթե լիներ մի քանի ամիս առաջ, գոնե մենք այս փոփոխությունը կողջունեինք, բայց քանի որ այս համակարգային խնդիր է ստեղծում սա, պարոն դե ակնհայտորեն սա ստեղծում այն, որ որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում եւ այդ բրենդինգի փոխելու ռեբրենդինգի որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու եւ այս պատճառով դա անողներին հարցրեք, մենք չենք անում դա։ Նորից եմ ասում, քվեարկության ծրագրերի, քվեաթերթիկների հետ կապված կարգավորումը լրիվ նաեւ մեր պատասխանատվության տիրույթում է։ Այս մեկը մենք չենք նախաձեռնել եւ մեր մոտեցումը այնա, որ այս կարգավորումը ինքնին լավն է, բայց ժամկետները, քանի որ խնդրահարույց են, մենք ոչ քննադատում ենք, ոչ էլ ողջունում ենք։ Իսկ այս ընթացքում Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պայքարը շարունակվելու է։ Ահազանգում են, թե Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է, մեջբերում Վենետիկի հանձնաժողովի կանոնակարգը հավասարության սկզբունքը։ Ասում են, ակնհայտ է, որ կարգավորումն ուղղված է իրենց ուժի դեմ։ Այս կարգավորումը բաց այդ կերպով մեր քաղաքական ուժին է ուղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինքը ունի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումը եւ այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը այս անվանման մեջ։ Նման օրենսդրական փոփոխությունները իրականացնելու համար կրկին միջազգային Հայաստանի Հանրապետության պարտավորվածություններից բխում է առնվազն հանրային լսումներ, պետք է նախապես կազմակերպվեն հանրային լսումներ, մասնագիտական համայնքի ներառականություն, քննարկումներ, որը մեր նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն է նախատեսում, մեր միջազգային պարտավորվածություններն են նախատեսում, ու կրկին Վենետիկի հանձնաժողովն է իր հերթին ասում է, որ բովանդակային միջամտությունները ընտրական process-ից, այսինքն երբ պաշտոնապես մի քանի օրից պետք է ներկայացնենք, թույլատրելի չէ խաղի կանոն փոխելը։ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել 3 լրագրողների հետ զրույցում հնչեցրած արտահայտության համար։ Facebook-ում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը գրել է, որ զինված ուժերում ավագ որդու կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին ի պատասխան նպատակ ուներ ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունն ու գիտական գործունեությամբ զբաղվելը, եւ որ անձանց, որոնք ունեն պետության իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։ Քոչարյանն ասել է, որ 2 որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճաններն ու զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդին ծառայել ու մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Քոչարյանը ցավում է, որ պատասխանը տարակարծությունների եւ շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն է խնդրել։ Հիշեցնենք 3 Անդրանիկ Քոչարյանը լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ մեջբերում է. Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի։ Մեջբերման ավարտ։ Զինված ուժերում թոքաբորբից մահվան դեպք 2024-ին չի գրանցվել։ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը։ Գերատեսչության տեղեկացմամբ պատգամավորի պնդումն առայն թե իբր 2024 թվականին փակնիստերից մեկի ժամանակ տեղի ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապա տեղեկատվություն է։ Իսկ 2023 թվականից իրականացվող պատվաստումների գործընթացի, նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդության մակարդակը զգալիորեն նվազել է յուրաքանչյուր տարի 8-ից 13%, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի թիվը։ Ինչ վերաբերում է զորակոչի մասին թվերին, նախարարությունը հայտնում է, որ 2025-ին զորակոչների թիվն ավելացել է 25.3%։ Գերատեսչությունը նաև հայտարարում է, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է։
Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը։ Այն մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Փաստաբանական թիմը հույս ունի, որ դատավորն արագ կքննի բողոքը, քանի որ հարցը վերաբերում է կալանավորի կյանքին։ Ինչ վերաբերում է Դավիթի առողջական վիճակին, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ այսօր առավոտյան է այցելել, նա թույլ է պառկած է։ Ծնողներին թույլ չեն տվել տեսակցել, ասել է փաստաբանը։ Մինասյանին տեղափոխեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության կենտրոն նստավայր դատարանի խափանման միջոցը կալանք, այո։ Միջնորդություն ներկայացվեց դատարան, որպես խափանման միջոց կալանք կիրառելու։ Դավիթի հետ կապված, Դավիթին արդեն տեղափոխել են դատարան։ Այս պահին դեռ չգիտենք ում է մակագրվելու միջնորդությունը, ժամը չգիտենք, լրացուցիչ ձեզ կտեղեկացնենք։ Ինչու հենց Դավիթին Չեմ կարող ասել ժողովրդին։ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությունը։ Հիշեցնեմ, նա 91 տարեկան էր, ուղարկավորությունը տեղի կունենա վաղը ապրիլի 8-ին ժամը 13-ին նույն վայրից։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը հայտնել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցի պատրաստակամություն է հայտնել իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ այս պահի դրությամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը զոհելու իրենց կյանքը ի պաշտպանություն Իրանի։ Ես եւս պատրաստ եմ եղել կամ եւ պատրաստ կլինեմ զոհվել հանուն Իրանի, հայտարարել է Իրանի նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների եւ կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։ Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, եւ այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը, հայտարարել է Թրամփն ապրիլի 6-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի գնալ այդ քայլին։ Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված նոր հարձակումների հետևանքով զոհվել է 7 մարդ, գրանցվել են տասնյակից ավելի վիրավորներ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Լիբանանում գործող արմատական Հեզբոլահ շարժման ներկայացուցիչները իրենց հերթին հայտարարել են, որ հարվածներ են հասցրել իսրայելական բանակի դիրքերին։ Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է մերձավոր արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ ի աջակցություն Իրանի Հեզբոլահ շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան Իսրայելը ցամաքային եւ օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով ապրիլի 6-ի դրությամբ երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 1497-ի, իսկ վիրավորներինը 4639-ի։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր կարողացել են վնասել կամ ոչնչացնել իրանական ավելի քան 155 նավ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Հրամանատարության կողմից X-ում հրապարակված տվյալների համաձայն ապրիլի 6-ի դրությամբ ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 155 իրանական նավ։ Բացի դրանից ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածներ են հասցրել իրանական ավելի քան 13000 թիրախին։ Հեզբոլահի մարտիկներն ապրիլի 6-ին 61 մարտական գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ։ Նշվում է, որ օրվա ընթացքում հետ է մղվել իսրայելական ուժերի հարձակման 22 փորձ։ Բացի այդ, գրոհի են ենթարկվել Իսրայելի բանակի 2 շտաբ եւ բազաներ, 2 սահմանային հենակետ, 2 զորանոց, ինչպես նաեւ շարքից դուրս են բերվել 5 մերկավատանկ։ Իսրայելի եւ Հեզբոլահի միջև լարվածությունը սկսվել է 2026 թվականի լույս մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին վերսկսեց հրթիռային գրոհները իսրայելական տարածքի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հետ վերջին բանակցություններին, ընդգծել, որ դա ամենադրական հանդիպումներից մեկն էր։ Զելենսկին շեշտել է Անկարայի հետ գործընկերության կարևորությունը։ Նրա խոսքով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքը Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ եւ լոգիստիկ անվտանգություն։
Զելենսկին Ստամբուլ էր մեկնել ապրիլի 4-ին։ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցություններին։ Նա նշել էր, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը եւ կարեւոր էր համարել էներգամատակարարման հուսալիության ապահովումը։ Դաղստանում, որը վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղումների կենտրոն է դարձել, ապրիլի 8-ին եւ 9-ին կրկին սպասվում է եղանակի հետագա վատթարացում, հորդառատ անձրևների եւ քամու տեսքով։ Մարտի 28-ին եւ ապրիլի 4-ից 5-ը տեղացած հորդառատ անձրևները Դաղստանում հանգեցրել են մասշտաբային հեղեղումների։ Ջրածածկ են եղել տնտեսությունները, ճանապարհները եւ էլեկտրական ենթակայանները, ինչի հետևանքով սահմանափակվել է էլեկտրամատակարարումը գրեթե 2 տասնյակ շրջաններում։ Արտակարգ դրություն է հայտարարվել մի շարք շրջաններում։ 2000 բնակելի շենք մնում է ջրով ողողված։ Ֆրանսիայում արագընթաց գնացքը բախվել է ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնատարի։ Բախման հետևանքով մեքենավարը զոհվել է եւս 27 մարդ տուժել։ Գնացքում եղել է 250 ուղևոր։ Վթարի հետևանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից։ Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության տվյալների համաձայն աղետի շրջանում գնացքների երթևեկությունը դադարեցվել է առնվազն մինչև օրվա ավարտ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք այժմ օրվա խորհրդով, մեր ինքնության մեջ մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման եւ մայրության ու գեղեցկության տոնի արդիվ։ Այսօրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի եւ պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության եւ արժանապատվության օրինակ։ Ապրիլի 7-ը նաև առիթ է գնահատելու ձեր ամենօրյա ներդրումը ընտանիքում եւ հասարակության մեջ։ Ձեր համբերությունը, խնամքն ու հետևողականությունը կարևոր դեր ունեն մեր առօրյա եւ պետական կյանքի կազմակերպման եւ զարգացման գործում։ Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն եւ նոր ուժ, ասված է ուղերձում։ Այլ թեմաներ վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է, ապակալանավորվել։ 2026 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է։ Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապակալանավորվել է։ Այս մասին հայտում է ոստիկանությունը։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չի հաջողվել։ Մանրամասները տեսանյութում։ Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ ուժածի Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական բարույթ, որի շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համակարգացին։ 38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Երևան-Աբովյան ճանապարհին մեքենան բախվել է Գովազդի Սյանը կանտուժացներ։ Ահազանգը ստացվել է 3 գիշերը։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Nissan Magnishի մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ բախվել Գովազդի Սյանը կա արգելափակված քաղաքացի։ Վարորդն ու 1 ուղևոր հոսպիտալացվել են, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ուղևորի եւ մոտեցրել շտապօգնության մեքենային։ Քասախում գիշերն այրվել են Ford Magnishի մեքենան եւ 2 աղբաման, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ ՀրԴՀ մեկուսացվել է ժամը 3:34-ին, մարվել 3:50-ին։ Եվ վաղն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան եւ թաց ձյան, նախալեռնային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-ից 4, Լոռիում եւ Տավուշում 6-ից 8 աստիճանով, իսկ հանգստյան օրերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։